Հայր ջան, բարի օր։ Որոշ մարդկանց համար բարի էր օրը, որոշ մարդկանց համար շատ չար օր էր, որովհետև հիասթափություն, հերթական անգամ ուրեմն այսպես վայ մեր մահը եկել է բացականչություններ եւ այլն եւ այլն։ Ես չգիտեմ էլի ինչ պիտի լինի, որպեսզի մենք պատմությունից դասեր քաղենք։ Այսինքն էլ չգիտեմ ինչ պիտի լինի, որ մենք պատմությունից դասեր քաղենք, որ հասկանանք, որ մեր մոտ թիմային, քանակային, ամբողջով ոչ մի բան չի ստացվում։ Այսօր ավարտեցի նոր մոնտաժը մեր քյոխի Կարեն Ջալավյանի ուրեմն գնդապետ պատմությունը։ Ես վավերագրություն եմ անում, չգիտեմ, թե հրապարակեմ, չեմ հրապարակի, հիմա ժամանակը ցույց կտա, պետք է հրապարակել, պետք չի հրապարակել։ Վերջերս հրապարակեցի ուրեմն մեր Օհանյան Գարիկի պատմությունը։ Երկու դեպքում էլ երկու անձ իրենց փոքր խմբով Գարիկը անցած անգամ շատ լավ ասեց։ Մենք շատ լավն ենք փոքր խմբով, բոլոր մեծ խնդիրները լուծվում են փոքր խմբերով։ Մենք շատ լավ ենք այդ հարցում։ Ազգային հատկանիշներ, ազգային գոյություն ունի ազգային հատկանիշներ, որ հատուկ է այդ ազգին։ Մեր մոտ չի ստացվում, չեք ջոկում, չի ստացվում թիմ այդ որ դրա համար այդ համախմբել, բոլորը գոռում են, չէ, համախմբվել, համախմբվել ստեղ, համախմբվել սրա շուրջ, համախմբվել նրա շուրջ չի լինում։ Մեր թշնամին էլ դա գիտի, դրա համար մեզ համախմբեցին, հա, 18 թվականին, իմանալով, որ համախմբված, այսինքն մեծ, երբ որ մեծամասնություն կոչված է, այդ գլխաքանակ, որ բոլորը հաշվում են, ում մոտ շատ, ում մոտ քիչ, բան, մենք գլխաքանակով մի սխալ որոշումներ ենք կայացնում, ամբողջ պատմության ընթացքում։ Ամբողջ մեր պատմության ընթացքում ինչ որ անհատներ, ինչ որ փոքր խմբերով հարցեր են լուծել, համաշխարհային մասշտաբի ստացվել է, բայց թիմային խմբակային չի ստացվել։ Ինչ որ ուզում եք վեսեք։ Վարդանանց պատերազմից բռնած փոքր խմբերով, ուզում եմ ասեմ, մեր ֆիդայիները, քանի օք են եղել։ Այդ որ ասում ենք միլիոնի կես կոտորվել են, միլիոնի կեսը էդի այդ մեծամասնությունն է։ Մեծամասնությունը հիմա հասկանում ենք, որ գերադասել է, կոտորվել։ Հիմա գոնե հասկանում են, չէ, այսինքն մտածելու ունակ հատվածը հասկանում է, որ մեծամասնությունը գերադասել է, ցեղասպանվել, քանց թե այն փոքր խմբին միանալ եւ պայքարել ապրելու համար։ Իսկ այն փոքր խումբը, Չաուշը, 10 հոգով, չգիտեմ, աղբյուր Սերոփը, մյուսը, այդ փոքր խմբով կարողացել են մեծ հարցեր լուծել, բազմաքանակ թշնամու դեմ կռվել։ Գարիկի օրինակ իզուր չբերեցի, ով որ չի դիտել, դիտեք իմ էջում։ 9 հոգով մի ամբողջ պաշտպանական շրջանում թշնամու կողմից արդեն գրաված, ամրապնդված եւ մեծ ահռելի վնաս հատկացվող դիրքերը 9 հոգով մի հրամանատար 8 ենթակա, այն էլ տարբեր տեղից կամավորներով հավաքվելով, իսկ այդ որ նշանակված էին, որ պիտի գնային անեին, 200 հոգի եւ այլն, նրանք ոչ մեկ չի գնում, չի ստացվում, այն ինչ որ պլանավորել են, որ մեծ քանակով գնան գրավեն, չի ստացվում, եւ այստեղից ընդեղից, այս պատի տակից, այն ծառի հետևից կամավոր տղեկ են հելնում, համախմբվում են տեղում, րոպեների ընթացքում հարցակվում եւ մի ահռելի ուրեմն պաշտպանական գիծ ազատագրում թշնամուց 9 հոգով նրանց դիմաց երևի 300-ից 400 հոգի թշնամու արդեն ամրապնդված մերից դիրքերում ամրապնդված թշնամու գրոհայինները եւ զենքով եւ ամեն ինչով ավելի շատ քան թե մեր տղեկ բայց ստացվում է փոքր խմբով մեծ հարցեր լուծում են նույնը քյոքի դեպքում է գնդապետ Ջալավյանը այն ժամանակ փոխ գնդապետ 16 թվականին 14 կիլոմետր ազատագրում է
2 տանկ 6 հոգի 2 տանկ 6 հոգի բրիգադների դեմ կռիվ է տալիս եւ հետ է վերցնում մեր դիրքերը 16 թվականին Թալիշում այդ պատմության վրա եմ հիմա աշխատում վավերագրում եմ սերունդների համար անպայման չի գտնեմ չեմ դնի դա կարևոր չի պետք է վավերագրել պետք է մեր սերունդները ճշմարտությունը իմանան հիմա սպորտում խայտարակ պարտությունները թիմային խաղերում եւ ինչպիսի համաշխարհային մակարդակի հաջողություններ անհատական սպորտաձևերում Չինաստանում քանի միլիարդ են այդքան շտանգիստների մեջ այս փոճուր Հայաստանից փոճուր Գյումրիից մի շտանգիստ գնում է այդ 1.5 միլիարդին ծալում դնում է ջեբը փոքր խմբերով մեծ խնդիրները լուծվում է դուք ընկել եք գլխականակ հավաքելու հետևից դրա համար էլ ոչ մի բան չի ստացվում եւ թշնամին էլ իմանալով որ մենք խմբակային պարտություն ենք միշտ կրում Հավաքես 18 թվին լցրեց հրապարակը ասեց դավայ դե որոշում կայացեք ժողովուրդ դուք ինչպես միշտ ինչպես հատուկ է ձեր ազգին հիմար ապուշ տխմար որոշում եք կայացնում երբ որ մեծամասնությունով եք որոշում կայացեք ձեր որոշումը բերեք ձեր ուրեմն թշնամուն հայողատու երետիկոսին դրեք ձեզ ղեկավար թող ձեզ վերացնի ձեր պետությունը վերացնի ձեր Արցախի ինչի համար որ դուք պայքարել եք անկախացել եք հազդի թշնամուն կզի, լզի, եւ այլն։ Որոշեց մեծամասնությունը։ Հիմա ինչ եք զարմանում, նույնը շարունակում եք ընտրություններ մեծամասնություն, ընտրություններ մեծամասնություն։ Իրանք գիտեն մեր թույլ տեղը։ Եթե մեկին հարցնեք, ասեք, աղբեր ջան, մարդկության մեջ հիմարներն ու անխելքներն են շատ թե խելացի մարդիկ։ Բամերը բոլորը, եւ խելացիները եւ անխելքները պատասխանելու են նույնը։ Բոլորն ասելու են, որ խելացիները ավելի քիչ են։ Դե որ այդպես է, ինչ եք դուք ասում, որ ճիշտը մեծամասնության ընտրությունն է։ Ճիշտը խելացիների, այսինքն փոքրամասնության ընտրությունն է։ Քանի դեռ դուք ինքներդ խոստովանելով, որ մեծամասնությունը սխալ ընտրություն է կատարելու, քանի ձեր սիստեմը դրա վրա է, քանի այդ համակարգի մեջ ենք, մոռացեք, որ լավ է լինելու, լավ չի լինելու։ Մեծամասնության ընտրանին պետք է որոշի։ Ոչ է մեծամասնությունը ընտրանի որոշի, որտեղ այդ ժամանակ սխալ ենք անելու։ Հիմա նենց որ մի այտենց ողբերգություն սարքեք, ես ու չէի սպասում, ով ասում, ես էջմիածներից ինքս նախորդ լայվով ասել եմ, չէի սպասում, չգիտեմ, սարքել են, չեն սարքել, ինչ են արել, եթե նույնիսկ սարքել են, էլի ամոթ, որ թույլ են տվել, որ սարքել, էլի ամոթ, ինչ տարբերություն, ասեցի, չէ, ծովի մոտ ապրողները ծովում չեն լողանում, մենք որ գնում էինք ծովով, զարմանում ենք երեխա ժամանակ, Այդ Գանդիադը էին գնում, Գագրա էին գնում, Սուխումի եւ այլն, Սոչի։ Ում հարցնում ենք այդ մեզ տուն վարձով տվողներին։ Բոլորը ասում են, չէ, մենք չենք լողանում ծովում։ Փաստորեն եկեղեցու համար էլ այդ է ճիշտ։ Եկեղեցու մոտ ապրողները եկեղեցի չեն գնում շատերը, շատ շատերը երևի։ Կամ իրենք այտենց հետաքրված չեն այդ հարցում։ Որտեւ հենա էլ ինտեղ կա, էլի իրանց կողքն է։ Չեն հասկանում դրա իրական իմաստ։ Ինչև է ինչ ուզում ասեի։ Մի անգամից այդ մկների ժողովի նման վայ մեր մահը եկել է։ Իմ համար ճիշտ ասած այդքան տարբերություն էլ չկա այդ, որ ասում են տեղական ընտրություն։ Քանի դեռ իշխանությանը թշնամի անստած, որտեղ ինչ ուզում եք անեք, ինչա չեք տենում, ընդդիմադիրներին կամ սպանում են, կամ դատում են, կամ սպանում են, կամ դատում են։ Քանի օրինակ բերեմ։ Միայն վերջի 2 տարվանից, քանի օրինակ բերեմ։ Արմեն Գրիգորյանից սկսած, Վալոդյա ազգանունը մոռացա, փարաքարում վերջերս։ Եվ մնացած, ուրեմն Բարսած շրջան եկեղեցականներից բռնած, ցանկացած ընդդիմադիր գործի, Գյումրի քաղաքապետ, Վանաձորի քաղաքապետ եւ այլն։
Էդի ոնց որ զարմանում եք, թե ինչի Ալիևը մեր ուրեմն ղեկավարներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին դատում։ Ինչ կա թե զարմանալու, բա ինչ պիտի անի, պես սիրի։ Ինչ տարբերությունն է այդ երկուսի միջև։ Ես տարբերություն չեմ տեսնում, ընդհակառակը տեսնում եմ։ Այն որ ունենք ներսում իմ համար, իմ կարծիքով, իմ գնահատականով շատ ավելի վտանգավոր ու վատ է մեր ազգի համար։ Որտեւ այնտեղ ակնհայտ գիտես, որ թշնամի է, իսկ շատերը չեն հասկանում, որ թշնամի է։ Դավաճան, բան ինչ ասես ասում են։ Թշնամի շատ քիչ են ասում։ Չեն հասկանում։ Այդքան բան։ Մենք բոլորս էլ դատվելու ենք, մենք բոլորս էլ խփելու ենք մեջքից, քանի դեռ մենք հույսը դրել ենք մեծամասնության վրա։ Առաջը մեզ կան։ Դեռ խոսենք, իսկ այս վիդեոներից կդնեմ իհարկե։ Հանվորձվեք, տեսնեք, որ չեք պատկերացնի ինչ խնդիրներ են լուծել։ 1-ից 10 հոգի մարդ։ Ես գնացել են, լծվել են բազարներով, բան այդ չգիտեմ, մոբերով եւ այլով, ես խոսացել են, նկարվել են, մեծ բաներ են արել, բայց խնդիրները լուծել են 1-ից 10 մարդ, մի ամբողջ պաշտպանական շրջանի, մի ամբողջ պատերազմի 16 թվականի դեպքում թեկուզ 1-ից 10 մարդ հարց են լուծել, որ ամբողջ բանակը, ամբողջ պետությունը չի կարողացել լուծել։ Եվ դա փաստ է, ոչ թե այն հեքիաթները, որ սովոր ենք լսելու։ Եվ այդ փաստերը այո ինչ որտեղ ցավալի են, բայց ուսուցողական են, մեզ դաս են տալիս, որ այս է ճիշտը։ Դրա մասին շուտով